Ինչպես Սեյրան Սարոյանը կասեր, դու այդքան գրագետ մարդ, մեդիա գրագետ մարդ, ոնց դարձար զոհ զեղծարարության։ Կամ ոնց կարողացար փրկվել Անահիս ջան։ Փրկվելը չես կարող ասես փրկվել եմ թե չէ, որովհետև հնարավոր է մինչ այդ մուծել է։ Այո, եթե օրինակի համար գումար չի գանձվել քարտիցս, դա դեռ չի նշանակում, որ օրինակ հեռախոսից մեջ հիմա ինչ որ մարդիկ նստած ինչ որ ինչ ուզեն, ամեն ինչ չեն ուզում ու չեն անում։ Ինչ եմ դա ասում, որովհետև շատ եմ լսել էլի կողքից կարծիքներ, որ եթե տենց լինքեր ա գալի ոչ միայն զեղծարարներ են, այլ նաև ինչ որ ուզում են հեռախոսը կոտրեն եւ այսինքն ազգային անվտանգության ծառայությունից չեմ կարող ասեմ ջանիկներ, ով է իմ հեռախոսի մեջ։ Չի բացառվում, որովհետեւ նույն ազգային անվտանգության ծառայությունը կուզենար օրինակ հանրային ակտիվ գործունեություն ծավալող, այն էլ քո պես մարդկանց, ովքեր հազվադեպ ընդդիմադիր բլոգերներից են, երևի կուզենար, բայց ստորիները նայեն Սյուզ, ինձ թվում է ամենայն անկեղծեմ այնքան թափանցի կա իմ մոտ, որ ցենց կարելի է։ Ընդհանուր առմամբ մենք երբեք չենք թաքցնում մեր մտածողության ձևը, մեր վարքագիծը, բայց ինչպես պատահեց, խնդրում եմ մենք մեր հետևորդներին տեղեկացնենք այդ մանրամասները, որպեսզի սա լինի նաև դաս, զգոն լինեն։ Իդեպ մեր փորձագետը, որը քեզնից հետո պիտի կոմենտի մեր հաղորդումը եւ քո պատմությունը, ինձ հեռախոսով ասաց, որ իրեն ծանոթ չէր այս ձևը։ Ասես սա նորարարություն է։ Իսկ երբ որ ես դրեցի ստորի իմ բաժնում, ահա, Instagram-ի, դե գիտես, հետևորդներից բանակը մեծ է, բոլորը սկսեցին արձագանքել ու գրում էին մենք նույնիսկ մեքենա չունենք, մեզ եկել է։ Դե պարզա, ով որ մեքենա չունի, չի արձագանքել, բայց ես բացատրեմ ինչումն է հարցը։ Ես վատ հիշողություն ունեցող մարդ եմ։ Ինչի եմ ես տրվել այդ Սանդրանքին, հեսա ասեմ, այդ զեղծարարության ընդհանրապես չգիտեմ։ Զեղծարարություններ դա թե ինչ էր, ինչի ոնց տրվեցի, ես շատ վատ հիշողություն ունեմ։ Ու երբ որ մոռանում եմ վճարել ակտերը, շատ հաճախ դահակը անկնում ու երբ եմ հասկանում, որ ընկել է, երբ որ քարտս բլոկավորում է, հասկանում եմ, որ ինչ որ դահակից այդ կոմարացիան պատճառը չի, իմացած եղել, որ շատ անբարեխիղճ են հատկապես քաղաքապետարանի աշխատողները։ Միգուցե նաև դա ծանոթությունները երբեմն չեն գալիս եւ ես դնում եմ անգամից դահակով քաշում եմ։ Ու որպեսի հանկարծ խուսափեմ տենց բաներից, հենց գալիս է ինձ մոտ նամակ, այդ ճանապարհային ոստիկանություն Telegram-յան ալիքը որ կա, հենց գալիս է, ես վարքյանական sense բացում եմ ու վճարում եմ, որ հանկարծ հետո մտքիցս չթռնի։ Նամակ եկավ։ Մի քանի օր առաջ էր, չէ՞, դեպքը եղավ։ Հա, երևի մի շաբաթ մաքսիմում ինձ թվում է։ Նամակ եկավ SMS-ով, մտա երկար բավականին մեծ նամակ է, կարող եմ կարդալ բարձրաձայն, ինքը շատ գրագետ գրված նամակ է։ Մենք նաև էկրանում կպահենք, այո, հա։ Ինքը բավականին sense գրագետ գրված նամակ է։ Ճանապարհային ոստիկանություն զգուշացում ձեր տրանսպորտային միջոցի ինչ որ M12 ինչ որ կոդա գրված, որը որ դե դու հոանգիր ինձ թվում է ոչ մեկ իր տրանսպորտային միջոցի հետ տեղ պասպորտի այսպես ասած կոդը չգիտի։ Եվ որ նայում ես ասում հա երևի էլի եմ որ հեսա հասկանում արձանագրությամբ սահմանված դու գանք տանցել է վճարման վերջնաժամկետը, այսինքն սադրանքը տարվում է նրան որ դու մի բան էլ անցել է եւ եթե դու 24 ժամվա ընթացքում պարտավորությունը չմարելու դեպքում գործը կուղարկվի ԴՀԿ, հասկանում ես իրանք նենց են բռնել, որ դու քեզ մի հատ արագ ու դե պատկերացրու ես հապճեպ եւ զգացմունքային, ասում այս լինքով անցեք ու roadpolice.am Պիտի ուշադիր լինենք, հարգելի ունես այսպիսի նամակներ կարող եք ստանալ, որը տիպիկ ծանուցման օրինակ է։ Տիպիկ։ Ու այդ roadpolice.am-ը ես սենց ավտոմատ roadpolice.am վերջում գրված է։ Ես սենց չկպնես։ Հա, կոպի եմ անում, դնում եմ այդ դաշտում, բացում եմ ու բացվում է ամբողջությամբ ներքին գործերի նախարարության այդ սայթին, հա մեկին մեկ սայթ, այսինքն եթե դու այդ սայթում երբևիցե վճարում արել ես, դու նույնիսկ կասկած քո մոտ չի առաջանա, որ դա կարող է, իսկ դա մի օրում չի արվել, չէ, դա պարզա չէ, որ ինչ որ բրուտ ատաղծագործներ փոքրիկ չինացիկ չեն նստած ընդե ինչ որ դա սարքում, դա ինչ որ լուրջ IT-շնիկներ են, լուրջ համակարգ ստեղծողներ են, լուրջ նաև համակարգի հետ կապ ունեցող։ Չգիտես, ուզում եմ ասեմ, դա մի օրում չի կարա ինչ որ մի ժամում ստեղծվի ու ես գիտեք ինչի վրա էի զարմանում, ամենայն անկեղծությամբ, երբ որ ես ընտրությունների օրերին լսում էի այդ ձայնագրությունները, որ են ինչ որ տենց ընտրակաշարքների մասին, այո, Սիրանու շտատը ինչ որ Գուրգեն պապին զանգում ասում է, դե լսում ես, ես քեզ ինչ եմ ասում, հələ էտին բեր, ասում են էտի հաստատ փողն ա ուզում, ես միշտ նստած ամենայն անկեղծ եմ, մտածում եմ,
ու մտքով անց է, դե բոլորի երախոսները չեն, դե ես իհարկե լավ կարծիք եմ, մերոնց մասին բոլորի երախոսները չեն լսում։ Մտածում եմ Սիրանուշտատին պիտի չէ օրինակ դատարան միջնորդություն գնա, որ մենք համարում ենք Սիրանուշտատին օրինակ ինչ որ հանցագործություն կատարած անձ, որ թույլ տարվի նրան դատարանով իրավունք տրվի գաղտնալսելու։ Ես իսկապես տենց էի կարծում, որտեղ այդպես է իրական օրենքը։ Որովհետև գաղտնալսելու իրավունք միայն դատարանը պիտի իրավունք ունի տալ, այ ու ես մտածում եմ շատ խելոք բան առաջարկեց, որպեսզի դուք կենտրոնանաք։ Հիմա երևի թե քաղաքական այդ բամբասանքները շատ են, դուք անդադ նայում եք թե ինչ է քրեական, ինչ քրեական գործ, ինչ տուգանքներ եւ այլն, բայց հասկացեք, մարդկանց համատարած գաղտնալսել են։ Պետությունը ինքը խոստովանեց, որ գաղտնալսել է այս ամբողջ ընթացքում։ Հա, բայց թույլտվությամբ կամ ստեղծել է մարդկանց մի խումբ, ներմուծել է այդ մարդկանց խմբին, ասենք, ընդդիմության շարքեր, արհեստականորեն բացել են զրույցներ եւ իրենք իրենց ձայնագրել են ու բերել դարձրել են դատարանում։ Ես այդ նույն Սիրանուշտատի մասին մտածում էի ամենայն անկեղծությամբ, այսինքն ոնց է եղել, չէ՞, օրինակ, եթե լսում են քաղաքական ինչ-որ լուրջ գործ, չի, ես հասկանում եմ, օրինակ, դե լավ, օրինակ, ինչ-որ կասկածներ կա, հա, օրինակ, ուզում են հանրային գործիչ է գաղտնալսել։ Այո, հանրային գործիչ է, բայց մտածում եմ, օրինակ, ինչ են նստել մտածել, օրինակ այդ օպերը նստել ասել կամ ոնց են գտել Սիրուշտատին։ Օրինակ, հա, այս ինչ գյուղի Սիրանուշտատի հերրախոսը մի հատ միջնորդություն գրենք դատարան։ Տա թույլտվություն մի հատ լսենք տենան Գուրգեն պապի։ Հիմա դու մտածում ես, որ այս ճանապարհով են բոլորի հերրախոսների մեջ մտել։ Ինձ այդպես բաներ են լիքը գրել։ Իմ Instagram-ը, եթե ես քեզ այդ օրը բացեմ direct-ը տեսնես նամակներ, մարդիկ գրում են Անահիս ջան, մի բացեք, ձեր հերրախոսը կոտրված է, չեմ գն։ Ես էլ դիմում եմ հարգելի ազգային անվտանգության ծառայողներ, իմ հերրախոսը բացա, յուրաքանչյուրով կարամ ուղակի ձեզ տրամադրեմ, որ դուք բացեք ինչ-որ բան նայելու, որովհետև ինչ որ կատարվում է իմ կյանքում, դուք ամեն օր տեսնում եք story-ով, ես ոչ մի բան չեմ թաքցնում, ոչ մի բան գաղտնիք չի, իմ հանրային կարծիքն է, իմ համոզմունքները, իմ գործունեությունները, գաղափարները, սկզբունքները եւ ամեն ինչին դուք շատ լավ ծանոթ եք։ Ի վերջո ինչպես քեզ հաջողվեց խուսափել այդ զեղծարարության զոհ դառնալուց եւ ինչքան պիտի վճարեիր, եթե վճարեիր։ Նամակը երբ որ բացեցի գրված էր 24000 դրամ ու ես շատ ողջավորված քանի որ ունեցել եմ ակտեր իսկապես օրինակ կարմիր լույսի տա ներողություն կարմիր գծերի համար կարմիր լույս փարկաստու չէ կարմիր գծերի այդ ակտեն որ 2 րոպե ուշ վճարում մեկ էլ արդեն բան Ավինյան ենք ձեր դուրը ծեծում են աղովի տենց միասին տենց այդտենց այդ կալանք են այո այդտենց ունեցել եմ բայց իրականում ինչ եմ ուզում ասել 24000 դրամն է չէ ամենևին չէ քարտի վրա գումար չկար այսինքն ես ֆուլ պատրաստ էի ամեն ինչ անելու ու երբ որ քարտի վրա գումար չկար ես մտա նայ բանկերը ունեն ընթացիկ հաշիվ եւ քարտային հաշիվ մտա որ ընթացիկ հաշվից վճարեմ մտածեցի դե որ ընթացիկ եմ մտել արդեն իմ ու բանկս չգովազդեմ բայց ինեկո բանկային մտածի ինեկո բանկի մեջ էլ կա չէ այդ հավելվածի մեջ բոլորի մեջ կա այդ մեքենայի տուգանքի վճարումներ ավտոմատ բերում ասեցի գնամ այդտեղ մտա տուգանք այդտեղ չկա ու այդտեղ նոր ինձ մոտ հարց առաջացավ բասա ինչ էր հիմա ասածս ինչ անա այսուր ջան ես իսկապես ինձ համարում եմ մեդիագրագետ ազնվորություն ես բավականին երիտասարդ եմ լինելու համար եւ տիրապետում ես բոլոր ժամանակակից գործիքներին նույնը այո դե դու պատկերացրա 40 ես ինքս եմ ինձ ասում այդպես պատկերացրա օրինակ 40 անց կին որը որ օրինակի համար շատ տենց իդեպ ուսուցչուհիներն են շատ հաճախ դառնում զո այո որովհետեւ այդ պատասխանատու մարդու համար իսկապես սա օրինակ գրած արդեն դա կա ինքը պատասխանատու օրենքի առաջ պատասխանատու մարդը ինքը ուզում է արագ այդ անի վերջացնի դուրս գա այդտեղից բայց դու ինչ ես մտածում դու մտածում ես որ սրանք Հայաստանում ծվարած ինչ որ ժամանակակից այթիշնիկներ են սրանք մարդիկ են որոնք Հայաստանում ծվարած ասենք ուկրաինացի հակերներ են սրանք մարդիկ են որոնք պետական համակարգում տիրապետում են որոշակի անձնական տվյալների եւ կարողանում են իրացնել դրանք իրենց նպատակներով թե սրանք ի վերջո դրամաշորթություն են հենց բանկերի կողմից որովհետեւ շատ հետաքրքիր զուգադիպությամբ պատահում են դեպքեր, որ մարդը վարկը ստանում է, հենց վարկը ստանալու պահին կամ հենց այդ գիշեր գումարը քաշում են իր վարկը։ Ոնց կարող ես տրամաբանել էլի։ Ես մասնագետ չեմ այդ մասով չեմ խոսի, ես կուզենամ օրինակ մասնագետներ դրա մասին խոսեմ, բայց ես քո այդ բոլոր հարցադրումներին կոպիտ կպատասխանեմ։ Սրանք վարկածներ են։ Թքած ունեմ, որ վարկածն է լինելու։ Ես ապրում եմ պետության մեջ։ Ես ուզում եմ, որ այնպիսի պետության մեջ ապրեմ, որտեղ ոչ թե ընդդիմադիրների խոսակցությունները այդ ամենայն Չ կլասի նստի
լսվի դրա մասին, մանտաժվի։ գաղտնալսվի, մանտաժվի եւ պետական համակարգում նստած ուսադիր կրող հարգարժան շատ դեպքերում նաեւ հարգարժան մարդիկ ոչ թե զբաղվեն կավենով, որը արվում է այսօր օրինակ Գագիկ Ծառուկյանին նկատմամբ, որովհետեւ այն ինչ որ արվում է, այդ ձեռնաշխտաները չմտնել է։ Իմ համար այդ կավենին համարժեք բան ամենայն անկեղծ։ Ես կուզենամ զբաղվեն այսպես բաներով։